Հալելույա։ Ողջունում եմ ձեզ, սիրելի եկեղեցի։ Աստված օրհնի ձեզ, եկեք Հայր մեր տերունական աղոթքով սկսենք մեր ծառայությունը։ Ամեն։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, գա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր և թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողնում ենք մեր պարտականներին և մի տանի մեզ փորձության, այլ ազատի մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս, ամեն։ Փառք քեզ ամենակարող Աստված։ Միշտ կանգնած ենք Տիրոջ ներկայության մեջ, կարդանք Աստվածաշնչից մի հատված, Առակաց 16-7 խոսքը։ Եթե Տիրոջը հաճելի են մարդիս ճանապարհները, նաև նրա թշնամիներին կհաշտեցնե նրա հետ։ Այսպես է ասում Աստծո խոսքը։ Այո, սա ամենաուժեղ տեղերից մեկն է, որտեվ եթե իմ ու քո ճանապարհները Տիրոջը հաճելի լինեն, քո կարիքներն էլ, որտև խնդիրները դա մարդի թշնամին է։ Խնդիրները գալիս է, որ հիասթափեցնի ինձ ու քեզ, թշնամություն է անում։ Իսկ Աստծո խոսքը ասում է, եթե իմ ու քո ճանապարհները հաճելի են Աստծուն, Աստված բարեկամացնելու է, ամեն թշնամիներին սարքելու է բարեկամ։ Դա կլինի հիվանդություն, անհաջողություն։ Ամեն։ Եկեք աղոթենք մեր կարիքների համար։ Հայր, շնորհակալ ենք քեզանից, Տեր, անչափ ու անսահման։ Շնորհակալության, գոհության աղոթք ենք բարձրացնում, Տեր։ Ամեն մեկի համար, որ ստեղ կանգնած են։ Տեր, ամեն մեկի համար, ով որ մեզ լսում է, Տեր, հիմա օնլայն միջոցով։ Մենք աղոթում ենք բոլորիս կարիքների համար, Տեր։ Տեր, շնորհակալ ենք, որտև Տեր իմ ասված ամեն մի կարիքը դա հրաշքի վկայություն է, Տեր։ Շնորհակալ ենք, որ դու ամեն մեկիս կյանքում մեծ վկայություն ես տալու, Տեր։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, Տեր իմ ասված, մենք կանգնած ենք բոլորովս, որտև դու ասեցիր, որ որտեղ երկուսը և երեքը իմ անունի շուրջ միաբանվեք ու խնդրեք, ես կլսեմ ու կտամ ձեզ ձեր կարիքները։ Տեր, մենք հավատում ենք, որ քո խոսքդ կենդանի է երեք այսօր ու հավիտյան։ Ու երբեք չի դադարե իր զորությունը, Տեր իմ ասված, դադարելուց կամ գործելուց։ Քո զորությունը ավելի ու ավելի է, Տեր։ Քո փառքը ավելի ու ավելի է, Տեր։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, Տեր, թող քո փառքդ երևա ամեն մի կարիքի վրա։ Թե մեզ լսողներին, թե մեզ այն մարդկանց, ովքեր որ գրել են այստեղ։ Հիսուս ջան, մենք նույնպես աղոթում ենք Հայաստանի համար, Տեր։ Խնդրում ենք, որ դու Տեր իմ ասված, քո քաղցր ձեռքը, քո ողորմությունը, Տեր։ Տեր իմ ասված քրիստոնեական արժեքները, Տեր։ Մենք խնդրում ենք, որ քո խաղաղությունը լինի, Տեր իմ ասված, մեր երկրի վրա։ Աղոթում ենք մեր հայրենիքի ու Հայաստանի ու հայերի համար, Տեր։ Տեր իմ ասված, խնդրում ենք, որ քո ձեռքդ սովորացնի մեզ, Տեր։ Խնդրում ենք, որ մեր ականջները, Տեր իմ ասված, բաց լինեն խրատին, Տեր։ Բաց լինեն հայրական խրատին, Աստվածաշնչի խրատին, Տեր։ Տեր, խնդրում ենք, որ մեր աչքերը բաց լինեն, տեսնելու քո ճանապարհները, քո կամքը, Տեր։ Ամեն մի հայի սրտում, Տեր իմ ասված, թող հոգևոր աչքեր բացվեն, որ սկսեն տեսնել, Տեր իմ ասված, չարն ու բարին ու տեսնեն, որ Տեր իմ ասված, չարը տանում է կործանման ու բարին տանում է կյանքի։ Տեր, աղոթում ենք Հայաստանի համար, Տեր, որ դու խաղաղեցնես ամեն մեկի սիրտը, Տեր,
որ խաղաղության աշկերով նայեն ամեն մեկին Տեր իմ Աստված, սիրելու Տեր սիրտ գա ամեն մեկիս մեջ Տեր։ Ամեն նախանց թող հեռանա ամեն մեկի միջից Տեր։ Խնդրում ենք, որ դու օրհնես Տեր իմ Աստված ամեն մի հայ ժողովրդին Տեր, փոքրից, պուչուրից մինչև մեր տատիներն ու պապիները Տեր, թող սիրով լցվեն Տեր։ Ու խնդրում ենք քեզ ամեն մի կորուստին ու կորցրածին Տեր, թող քո գերբնական Աստվածային Տեր, մխիթարությունը տիշնի ամեն մեկի վրա։ Հայր նույնպես աղոթում ենք Ռուսաստանի համար Տեր։ Տեր իմ Աստված, քո ողորմությունը թող իջնի Տեր։ Տեր իմ Աստված, թող քո խաղաղությունը տիշնի Տեր։ Հայր մենք աղոթք ենք բարձրացնում Տեր։ Խնդրում ենք, որ քո երկնային լուծումդ գա Տեր իմ Աստված ամեն մի իրավիճակի վրա։ Տեր իմ Աստված, մենք մեր շուրթերով, մեր սրտով օրհնում ենք այս երկիրը Տեր։ Օրհնելով օրհնում ենք Տեր իմ Աստված ու տալիս ենք քո ձեռքերիդ մեջ, որովհետև ամեն բան քեզանից է ու ամեն բան դեպի քեզ Տեր ու ամեն ինչ այս աշխարհի վրա դա քոնն է Հիսուս։ Աղոթեցինք հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու։ Ամեն։ Հարկ Տիրոջը։ Ողջունում եմ ձեզ սիրելի Աստծո ժողովուրդ։ Կարող եք նստել, երբ որ նստել ես, կողքին ասա, որ Տերը այստեղ է։ Ամեն։ Ես մի եղբայր ինձ հրավիրել իր տանը, նստած, ասում է ջուր ուզում ես խմես, ասում հա, դուրսը շոկարի ջուր խմենք, ու գիտեք, մեկ գրաֆինգ են բերես դրես դեմներս, մենք երկուսով ջուր ենք խմում, խմինք, վերջացա մեկը, երկրորդը գնաց բերեց, ու հետո եկել հասել եմ տուն, մտածում եմ, ասում, բայց ես այդպես էլ չհագեցա։ Ու ես հիշի Աստվածաշնչում Հովհաննես 4 գլխի մեջ նա գրված ասում է Հիսուսը ջրվորի մոտ կայնած էր։ Մի կին եկավ, ասեց ջուր տուր խմեմ։ Այս կինը սկսեց ես իմ դիսկուսիա մտնել Հիսուսի հետ։ Ախր քեզ չի կարելի, ոնց, ինչ։ Բայց Հիսուսը գիտես ինչ պատասխանեց։ Ասես դու չգիտես ումից ես ջուր ուզում, եթե իմանար, ես քեզ կտայի հավիտենական ջուրը։ Գիտեք, մեր Տերը ինքը ուզում է մենք լսված լինենք իր ջրով, իր հոգով, նորոգվենք ամեն ժամանակ։ Ու ինքը ուզում է, որ մենք ամեն ժամանակ իր լույսի մեջ բնակվենք։ Այսօր իմ վերնագիրը անվանել եմ այսպես՝ եղի լույսի մեջ։ Ես խոսալ եմ լույսի մասին, Հարկ Տիրոջը։ Գիտեք, մի շատ լավ օրինակ է Սավոքն ու Դավիթը։ Նայելով Սավոքին մի երիտասարդ գեղեցիկ ազնվորություն։ Իսրայելի ժողովուրդը մոտիկանում է, ասում մենք թակավոր ենք ուզում։ Աստված ասում է, դե թակավոր եք ուզում, իր ծառային ուղարկում, ասում է գնա Սավողին օծի թակավոր։ Նայում եք, ասում եք, շատ լավ թակավոր կարա լինի, առաջին հայացքից, շատ լավ կարա մարդը թակավորության մեջ գնա, զարկանա, բարձանա, բայց երբ որ Սամուել եկավ օծեց թակավոր Սավողին, մի կար ժամանակ հետո Սավողի կյանքում հետաքրքիր բաներ է տեղ ունենում։ Ինքը մտածում է, որ այս թակավորությունը իմն է, ես այս թակավորությունը ոնց ուզում եմ կարամ առաջնորդվեմ, բայց ինքը մոռանում է, որ Տերը իր ծառային ուղարկել է, որ իրան օծի թակավոր, թակավորությունը Տիրոջն է։ Ու գնալով, գիտեք, Սավոքը փոխանակ բնակվի լույսի մեջ, ինքը լույսից հեռանում է, ինքը ընտրում է խավարը, ու ինքը ավելի է խավարի մեջ խորանում, ավելի է խավարի մեջ զարգանում,
Ավելի է սկսում խավարի գործերը սիրել, անհանազանություն է գալիս իր կյանքում։ Երբ որ Սամուելը գալիս ասում է. «Սավող, ինչ արեցիր, Աստված քեզ ասել էր ուրիշ բան»։ Ինքը սկսում է արտարանալ։ Ու գիտեք, դրանով իր կյանքը ոչ թե փոխվում է, ավելի է խորանում։ Նայելով Աստված իրան վստահել էր թագավորություն։ Աստված իրան տվել էր մի առկայություն, որ ինքը կարար ուղղակի վայելեր Տիրոջ հետ այդ հրաշալի ծառայությունը, բայց ինքը ընտրեց այլ տարբերակը։ Եվ եկավ ժամանակ, որ այն թագավորը, որ գեղեցիկ լուսավոր էր, ինքը գիշերներ չէր կարող քնել։ Ինքը արդեն վախենում էր գիշերները քնել, իր մոտ արդեն լուրջ խնդիր է, որովհետև խավարը իրան գրկել է, որովհետև ինքը խավարի առաջ դուռը բաց է։ Ու պատկերացնում եք, Դավիթը մի երիտասարդ լուսի մեջ բնակվող պատանի էր։ Աստված իրան ընտրեց։ Աստծո գործը երբեք չի կայանում։ Աստված ընտրեց իրան եւ իր ծառային ուղարկեց Սամուելին, ասաց գնա, այսինչ մարդու տունը ես թագավոր եմ ընտրել։ Սամուելն է նայելով, որ առաջին թագավորը գեղեցիկ, բոյով, սիրուն, ինքն էլ էր մտածում, որ միգուցե նույն թագավորից է լինելու, բայց Աստված ընտրել էր Դավիթին։ Պատան է, ով որ իր համար կյանքը վայելում էր Աստծո հետ։ Այսօր մեր կյանքում էլ գիտեք, մենք կարանք Աստված մեզ կարա օրհնի, Աստված մեզ կարա տա իշխանություն, ծառայություն, բայց դա մեր կյանքում կարա լինի ավելին, քան Տերը։ Մեր կյանքում կարա, գիտեք, դա ավելի շատ գրավի։ Ու նայելով Սավողին ես մի բան եմ հասկանում, որ ինքը այնքան էր հեռացել լուսից, ու լուսը իրան շատ հեռու էր։ Իրան ավելի հարազատ էր դարել խավարը։ Աստված ուղարկեց իր ծառային, Դավիթին, ապագա թագավորին։ Գնա Դավիթ, Սավողը գիշերները չի կարող քնի։ Գնա իր համար փառաբանի, որ Սավողը քնի։ Պատկերացնում եք, ինքը արդեն Դավիթին սովորացնում է թագավորի պալատներում բնակվել է։ Ու գալիս է մի կարճ ժամանակ հետո հրաշք է լինում։ Գալիաֆը ընկնում է, մեծ խնդիր ընկնում է, որ Սավող համարը դե անհաղթանալի խնդիր էր, բայց Դավիթի համար մի փոքր խնդիր էր։ Գիտեք, ժողովուրդը ասում են. Սավողը 1000 խփեց, Դավիթը 10,000։ Ու իր ներս ավելի ագրեսացավ դա։ Ու ինքը պատկերացնում եք, թագավորությունը թողել է, ընկել է մի հատ երիտասարդ հետև, ուզում է սպանի։ Ինքն այնքան է կպած եղել այդ աթոռին, որ ինքը մտածում է, որ այս աթոռը ինձ հավիտենական է լինելու։ Ու մի բան նայելով, կողքից ասում եմ, ախր Աստված քեզ տվել էր ամեն ինչ։ Աստված քեզ տվել էր ֆինանս, Աստված քեզ տվել էր իշխանություն, Աստված քեզ տվել էր զորություն։ Դու ամեն ինչ թողել ես, ընկել ես երիտասարդ մի հատ տղա հետևից։ Ջաշված են, որ այդ երիտասարդը ամեն անգամ գալիս էր իր համար փառաբանում էր, որ ինքը գիշերները քներ։ Շատ կարևոր է, որ մենք ինքներս հասկանանք ինչ է մեզ տալիս Աստվածը։ Լինենք դրա մեջը, սիրելիս։ Լուսի մեջը, գիտեք, Ծննդոց առաջին գլուխ 3 խոսքերում այսպեսի խոսքեր է գրված, ասում է. «Եվ Աստված ասեց, թող լույս լինի, եւ լույսը եղավ»։ Դա մեր կյանքում էլ, երբ որ Աստված զրճակում է, որ լույս լինի, մեր կյանքում էլ է լույս լինում։ Բայց մեզանից է կախված։ Ինչքանով մենք այդ լույսը կընտունենք, ինչքանով բնակվենք այդ լույսի մեջ, ինչքանով թույլ կտանք, որ այդ լույսը մեր կյանքում փառավորվի։ Նույն բանը տեղի ունեցավ Ադամի հետ։ Աստված ստեղծեց Ադամին։ Ու գիտեք, Աստծո խոսքը ասում է Ծննդոց 2 գլուխ 18 խոսքում. «Եվ Եհովա Աստված ասեց. լավ չի, որ մարդը մենակ լինի,
Նրան նման մի օգնական շինենք իրան հարմար։ Պատկասում եք, մարդը մենակ էր, առանց կին էր։ Մենք էլ չէ գալիս ենք եկեղեցի ասում ենք Տեր ջան կին տուր ինձ, ես մենակ եմ։ Լավ է որ քո ներկայության մեջ ես վայելում եմ, լավ է որ քո հետ եմ, բայց ես տխուր եմ, ես մենակ եմ։ Ասում Աստված տեսավ, Եհով Աստվածը տեսավ որ Ադամը մենակ է։ Ասում լավ չի որ ինքը մենակ լինի։ Ու գիտեք Աստված հրաշք արեց Ադամի կյանքում, ստեղծեց իրան կին։ Ու գիտեք, կինը եղավ միջոց, որ Ադամը հեռացավ Աստծուց։ Շատ ժամանակ մենք գալիս ենք, ուզում ենք Աստծուց, ասում ենք Տեր, տուր խնդրում եմ, ախր ուզում եմ։ Տերն է տալիս է։ Ու մենք հեռանում ենք իրանից։ Մենք հեռանում ենք, գնում ենք շատ հեռու։ Ես հիշում եմ մի զույգ էր գալիս եկեղեցի տարիներ առաջ, ու իրանք երկար տարի երեխա չէին ունենում։ Եկան եկեղեցի, աղոթեցին իրանց համար, իրանք երեխա ունեցան։ Ու տարիներ անց ես իրան եկեղեցում տեսա այդ եղբայրին, Սուրբ Ծնունդն էր ոնց որ։ Ես իրան հարց եմ տալիս, ասում եմ, ուր ես։ Ասում եմ, եղբայր, գիտես 4 հատ երեխա ունեմ արդեն։ Ժամանակ չունեմ եկեղեցի գալու։ Պատկերացնում եք, մարդը տարիներ երեխա չէր կարող ունենալ։ Հիմա եկել ասում է 4 հատ երեխա ունեմ։ Գիշեր ցերեկ պետք է աշխատեմ, որ իմ երեխաներին պահեմ։ Հենց դա է, որ մեր կյանքում, գիտեք, մենք մտածում ենք, ասում ենք Եվան է մեղավոր ամեն հարցի շուրջը։ Մենք մտածում ենք, ասում ենք Տեր Աստված, ախր խի Եվային բերեց, ինչի համար բերեցիր Եվային։ Մենք նույն Ադամի նման ենք մեզ պահում։ Ինչ կապ ունի Եվան, Ադամ եւ Աստված հարաբերությունը։ Ինչ կապ ունի մեր կարիքը, մեր եւ Աստծո հարաբերությունը։ Կապ չունի։ Դա մենք ենք թույլ տալիս։ Դա մենք ենք ընտրում այդ տարբերակը, սիրելի Աստծո ժողովուրդ։ Ու մեր ձեռքերի մեջ է, իշքանով մենք թույլ կտանք, որ լույսը իջնի մեր վրա։ Գիտեք, լույսը առավոտ մեր վրա լուսավորվում է։ Ու ոչ մեկ մեզանից չի ուզում խավարի մեջ առավոտ աշնանից բացենք, ասենք Տեր, բայց ինչի համար դու ինձ լույս տվեցիր։ Ես չեմ ուզում, ես ուզում եմ գիշերը լինի։ Չէ, մենք ուրախանում ենք, չէ։ Աստված տվել է, որ իր լույսի մեջ մենք բնակվենք։ Այդ լույսը, այդ օրը մեզ է նվեր տվել։ Ու մեզանից է կախված, իշքանով մենք կլինենք այդ լույսի մեջ։ Գիտեք, մի տաքսից պապիկի հետ էի գնում ճանապարհում։ Երբ որ ես պապիկի մեքենան ես նստա, իր շուրթերից միայն հայոյանք եմ լսում ես։ Ես պապին ասում եմ, պապի ջան, հերիկա, կայնի, էլ չեմ կարող լսեմ։ Ներսս ճմրթվում է։ Բայց պապիկը շարունակում է։ Գիտեք, պապին այնքան հայոյանքների թեմա ուներ։ Մի թեմա վերջանում է, մյուս թեման էր սկսում։ Ու ես ուզում եմ պապիկին տանեմ մի քիչ աշ, ծախ, գոնե մի քիչ շեղը, բայց իր մոտ ամեն թեման իր մոտ հայոյանքով է գնում։ Ես էլ չեմ սիրում, որ ճիշտ ասած, հենց դեմից նստում եմ ու ասում ես հավատացել եմ։ Չէ, ես սիրում եմ մարդկանց հետ շփվել, ծանոթանալ։ Էլ չդիմաց ասի, պապի, ես հավատացել եմ։ Ու գիտեք, երբ որ ես ասի հավատացել եմ, պապին ֆրազ ինձ ասեց. «Տղա ջան, դու Սուրբ Հոգով մկրտված ես»։ Ասի, հա, պապի ջան, Սուրբ Հոգով մկրտված եմ։ Եկեղեցի գնում ես։ Ասեմ, հա, գնում եմ եկեղեցի։ Ու գիտեք, իմ ներսը նայում եմ, ասում եմ, ախր պապի, դու ամեն ինչ գիտես։ Պարզվում է ինքը եկեղեցի էլ այցելել է, ինքը եկեղեցի լավ չգիտի, ինքը Սուրբ Հոգուն ճանաչում է։ Ասում եմ, Սուրբ Հոգով աղոթում ես։ Ոնց ես կողքից նայում եմ, ասում եմ, եթե ես իրան չասեի, որ ես հավատացել եմ, ինքը նույն խավարի գործերը կաներ։ Հակոբոս գրքի մեջ գիտեք ինչ է գրված, ասում է, չի կարա մի կետից երկու ձևի ջուր բխի, կեղտոտ եւ մաքուր։ Ոնց ես նայում եմ, ասում եմ, ախր պապի, ինչի համար ես այդքան հայոյում։ Հա, ես իմ տղա ջան, այնքան արդեն արտարանում է։ Իր մոտ արդեն կարելի ասել կնոպկեն փոխեց, ուրիշ ռեժիմ դարավ։ Ու գիտեք,
մի քանի տարի առաջ էլի նստեցի տաքսի, մի մարդ իր կյանքից է վկայում։ Ասում է տարիներ առաջ ես ասում եմ մեծ պարկերի մեջ էի։ Ասում եմ ել չկար, չգիտեի ում դիմեի, ումից ասում եմ պարկով գումար վեկալ էի։ Ասում եմ մեքենան նստան մի զույգ։ Ու իրանք ասեցին երեկո կգաս մեր տունը, մենք քեզ կօգնենք։ Ասում եմ ամբողջ օր ես սպասում եմ ժամը, երբ է երեկո գալի, որ գնալու եմ իրանց տունը եւ իրանք կտանեն գումարը, ինչքան որ ես ուզում եմ։ Ու գիտեք, երբ որ գալիս է, այդ զույգը հավատացել են։ Այս եղբայրի համար աղոթում են։ Նոր կտակարան է նվեր տալիս։ Ու ասում եմ անցնում է մի տարի, ասում եմ ես ամբողջության իմ ամբողջ պարկերից վերջ եմ ազատվա։ Գիտեք, երբ որ մենք բնակվում ենք Տիրոջ լույսի մեջ, Տերն էլ մեզ լուսավորում է։ Փառք ամենակարող Տիրոջը։ Մատթեոս 5:16-ը Այսպես լուսավորեց ձեր լույսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն եւ փառավորեն ձեր հորը, որ երկնքում է։ Սիրելի Աստծո ժողովուրդ, թող ձեր բարի գործերը այնպես լուսավորվի, որ մարդիկ տեսնեն Տիրոջը փառտան։ Ու մեզանից է կախված։ Տերը իր լույսը տվել է մեր վրա, իջացրել է մեր վրա, տվել է իր լույսը մեզ։ Ասում եմ բնակվի իմ լույսի մեջ։ Ես դեռ պատանի Տերը ինձ մի դրված բացեց։ Տարիներ առաջ մի տեխնիկան մի հաստ կապել էր վնասել։ Ու այդ կապելը, գիտեք ոնց, էլեկտրոցանցից կապելը գնում էր մի հատ մեծ միկրոռայոն լուսավորվում էր։ Ու մի հատ կաբել վնասվել էր, ամբողջ միկրոռայոնը լույսը կորել էր։ Ու գիտեք, հատուկ ավարինի մարդիկ կան, որ գալիս օգնում են, որ այդ կաբելը վերականգնվի։ Ու ես նայեցի, գիտեք ինչ հիշեցի, որ եկեղեցին դա այդ ավարինի մարդիկն են, որ ավարինի սլուժբան, որ մարդը միգուցե վնասվում է, գալիս ես եկեղեցի քո համար աղոթում են, դու բժշկվում ես ու շարունակում ես քո լույսը տարածելու։ Փառք Տիրոջը։ Ու գիտեք, երբ որ ինքը կապելը կտրվավ էլեկտրոցանցից, հոսանքը կորավ։ Բայց երբ որ վերականգնեցրին, հոսանքը վերականգնվավ։ Մի սպասի, որ իմ տունը դեռ խավար է, պետք է մեկը իր լույսը բերի, դու եղի այդ լույսը, սիրելիս։ Պատկերացնում եք, դու կարաս մի հատ մեծ քաղաք լուսավորես։ Մի հատ մեծ քաղաք կարաս լուսավորես, բայց շատ կարևոր է, որ Տիրոջ հետ կապի մեջ լինես։ Սաղմոս 91-ում գիտեք ինչ ասում։ Որ դու ճանաչես, ասում է, իմ անունը եւ բնակվես։ Իմ ծածկոցի մեջ քո հետ ոչ մի բան չի լինի։ Ասում եմ քեզանից քո կողքը 1000-ը կընկնեն, քո աշկողքը 10,000։ Ասում եմ քեզ մոտիկ չի գալիս։ Ասում եմ միայն քո աշկերով ես նայելու։ Որովհետև ասում եմ դու ինձ ընտրեցիր։ Մեր ոնց որ ասում եմ մեր լեզվով ասում եմ դու իմն ես արդեն։ Տերը ուզում է, որ մենք իրանով շարժվենք։ Տերը ուզում է, որ մենք իր ձեռքի մեջ լինենք։ Մենք շատ ժամանակ գիտեք նայում ենք, ասում ենք Տեր, ախր ես այն ձևի բնավորություն ունեմ, որ չեմ ուզում փոխվեմ։ Ես այս ձևի մարդ եմ։ Ուրեմն խնդիր ունես։ Ոնց կարաս բնակվես լույսի մեջ եւ չփոխվես։ Լույսը, Տիրոջ լույսը մեր կյանքում շատ մեծ հրաշքներ է լինում, փոխում է մեզ նորոգում է, ամեն մի դժվարություն մեր կյանքից հեռանում է, բայց մենք պետք է ընտրենք լույսը,
Չընտրենք Սավոխի նման խավարը վազենք թակավորության հետևից, բայց թողենք ամենակարող Տիրոջը։ Չլինենք Ադամի նման մտածելով, որ տուր իմ կարիքները, լրացրա իմ կարիքները, ու ես քեզանից հեռանամ։ Չէ, մեր Տերը ամենակարողն է։ Մեր Տերը հրաշալի է, երբ որ մենք իրան ենք պատկանում, երբ որ մենք բնակվում ենք իր տան մեջ, երբ որ մենք իր հետ օրը սկսում ենք, երբ որ մենք իր հետ օրը վերջացնում ենք, սպասում ենք մյուս օրը, ու Տերը մեզ ամեն օր մեր կյանքում մեծ հրաշքներ է անում։ Մեզանից է կախված, սիրելի Աստծո ժողովուրդ։ Ծննդոց 28-րդ գլխում Հակոբի մասին է գրված։ Միգուցե սաղը ճանաչում եք Հակոբին։ Այդ եղբայրը, գիտեք, սուտասան էր, գող էր, ինքը գողացավ օրհնությունը, ինքը ստով անդրանիկությունը իրան ձեռ բերեց, ինքը մտածեց, որ ես կարամ խապելով, ես կարամ գողությունով բնակվեմ լույսի մեջ։ Ու գիտեք, շատ կարճ ժամանակ իր մեծ աղբերը ուզում էր իրան սպանել, ու ինքը փախավ, մտածելով, որ այն ինչ որ ինքը արել էր, ինքը մտածում էր, որ ամեն ինչ ուրիշ ձև է լինելու։ Ես կարող եմ գողանամ, ես կարող եմ խապեմ ու բնակվեմ լույսի մեջ։ Փախավ, իր տանից փախավ, իր սիրած տունը, որտեղ որ ինքը մեծացել էր, որտեղ որ ինքը իր դուրը գալիս էր։ Ու գիտեք, մի քարի վրա գլուխը դրեց, պարկավ, հանգստանում էր, քնում էր։ Եվ երազի մեջ տեսավ Տիրոջը։ Երբ որ առավոտ արթնանում է, ուրիշ Հակոբ արդեն։ Ու ինքը գիտեք, ինքը ուխտ է կապում Աստծո հետ։ Ասում է Տեր, երբ որ դու ինձ պահես այս ճանապարհներում, հաստաս ուտեմ, հանդերձներս, հանդերձ հագնեմ։ Խաղաղության ասում է վերադառնամ իմ հոր տունը, ես ասում եմ, իմ ունեցվածքից քեզ 10 անոր կտամ։ Պատկերացնում եք։ Մարդ, ով որ իր եղբորը խապել է, մարդ, ով որ իր ծնողին խապել է, մարդ, ով որ մտածելով, որ կարամ ես գողանամ օրհնությունը եւ վայելեմ։ Գիտեք, իր կյանքում երկար տարիներ ճանապարհ էր սպասվում, իր փոխվելու տարիներ էր, որ ինքը գնաց այդ ճանապարհով, իրան էլ խապեցին, բայց իրան ներսը որոշում կար։ Ես չեմ ելնի այն երեկվա Հակոբը, ես ուզում եմ նոր Հակոբ լինեմ։ Ասում է, իր աները Լաբանան, ասում է, տեսնում էր Աստված Հակոբի հետ է։ Եվ բա Աստված մեր հետ, երբ որ մենք լույսի մեջ ենք բնակվում։ Ու Աստված մեզ առաջնորդում է, Աստված տանում է, Աստված մեր կյանքում հրաշք է անում, երբ որ մենք բնակվում ենք իր տան մեջ։ Երբ որ մեր աշխատանքի վայրում մենք Տիրոջն ենք հրավիրում, երբ որ մեր տունը մենք Տիրոջն ենք հրավիրում, երբ որ մեր ամեն տեղ ուր էլ որ գնում ենք, մենք Տիրոջն ենք հրավիրում։ Ու Տերը մեր կյանքում մեծ հրաշք է անում։ Մեր Աստվածը վաղվա Աստվածն է, մեր Աստված այսօրվա Աստվածն է, սիրելիս։ Մի հետնայի, մի մտածի, հոգս մի արա, Սավողի պես, այ գնա առաջ, վստահի Տիրոջը Հակոբի պես։ Եվ Հակոբի նման քո կյանքում մեծ հրաշքներ է լինելու, երբ որ դու իրան վստահում ես,
Երբ որ քո կյանքը նվիրում ես իրան, հասկանում ես, ասում ես Տեր, եթե ինձ սոված չպահես, հագցնես, իմ ճանապարհը օրհնես, որովհետև գիտեք ինչ ասում, ասում եմ, երբ որ հետ վերադառնամ իմ հոր տունը, խաղաղություն։ Բարձում է Հակոբի մոտ կորել է խաղաղությունը։ Իսկ մենք գիտենք, խաղաղությունը դա երկնքից է։ Իր մոտ կորել էր խաղաղությունը։ Ասում եմ, խաղաղության ես հետ վերադառնամ իմ հոր տունը։ Ինքը կարոտով էր մնացել իր հոր տանը։ Ինչի համար, որովհետև սղալ քայլել արեց։ Ինչի համար, որովհետև ինքը մտածում էր, որ այսպես կարելի է լինել։ Չէ՞ սիրելիս։ Երբ որ մենք բնակվում ենք լույսի մեջ, լույսն մեր կյանքում մեծ հրաշք անում։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Նայելով ասո խոսքը գիտեք, շատ հետաքրքիր օրինակներ կա մեր կյանքում։ Ու հասկանում ես, որ ամեն մի գրվածը դա կենտանի խոսքը, որ մենք օգտագործել ենք մեր կյանքում նույն ձևի օրհնվելու ենք։ Ռութի գրքի մեջ մի պատմություն է գրված իր կիսուրի մասին, Նոեմի մասին։ Նոեմին հետքին ուներ մի հատ ամուսին, երկու հատ որդի։ Ու գիտեք, որդիներին պսակեց։ Նայում ես, շատ երջանիկ ընտանիք է։ Բայց մի կար ժամանակ ամուսինը մահացավ, որդիները մահացավ։ Ու նայում ես հարսի կողմից, ասում ես, այս ամենալավ տարբերակն է, որ ես պետք է կիսուրից փախնեմ։ Որտեղ շատ ժամանակ, երբ որ ամեն ինչ լավ է, հարսը միշտ դժգոհում է կիսուրից, կիսուրն է դժգոհում է հարսից, կիսուրը ասում է հարսը չի լսում, հարսն ասում է կիսուրն էլ միսս կերել է, չեմ կարող էլ դիմանամ։ Բայց նայում ես այս պատմությանը, գիտեք, Նոեմին ասում է, աղջիկս ասում է, դու ազատ ես։ Դու կարաս գնաս։ Նոր ընտանիք քեզ ստեղծես, Աստծո խոսքով թույլ է տալիս։ Կեսը մահացել է։ Բայց գիտեք, Ռութը այդ կինոջ միջոցով ճանաչել էր Տիրոջը։ Ու ինքը գիտեք ինչ ասում, Ռութ 1:16-ը։ Եվ Ռութը ասեց. Ինձ մի ստիպիր, որ քեզ թողեմ, եւ քեզանից հետ դառնամ, որովհետեւ ուր որ գնաս, գնալու եմ, ուր որ մնաս, մնալու եմ։ Քո ժողովուրդը իմ ժողովուրդն է, եւ քո Աստվածը իմ Աստվածն է։ Պատկերացնում եք։ Էլ կապ չունեն։ Միջև այդ կապը ամուսին էր, Ռութի ամուսինը մահացել է։ Մնացել են ինքն ու իր կիսուրը։ Բայց ինչ ասում, քո Աստվածը իմ Աստվածն է։ Հիմա ինչ դեպ ենք մենք ապրում, արդյոք Նոեմի նման ենք մենք ապրում, որ մեր քայլերի մեջ մարդիկ ճանաչեն Տիրոջը, որ ասեն, գիտես ինչ, քո հետ, քո վրա մի ուրիշ լույս է, որ մենք ուզում ենք ճանաչենք։ Գիտեք, Նոեմին չասեց, արի ես քեզ ստիպեմ, իմ Աստվածը քո Աստվածը լինի։ Ես քեզ ճոբանով կապեմ, ասում եմ իմ հետևից ուր որ գնամ կգաս, ուր որ մնամ կմնաս, չէ։ Սա Ռութն ասում, հարսն ասում կիսուրին։ Ու դուք պատկերացնում եք, սա մեծ օրհնություն է իրանց կյանքում։ Տարիներ առաջ մեր եկեղեցից մի եղբայրի համար գնացինք աղոթեցինք։ Ու ինքը աղոթելուց հետո մի քանի օր հետո ննջեց, գնաց Տիրոջ մոտ։ Երիտասարդ տղա, կին երկու երեխա ուներ։ Ուսս ներսը ցավում է։ Լավ, մամային ոնց մխիթարեմ։ Ինչ ասեմ մամային։ Ու ամեն անգամ գիտեք,
Ես նայում եմ այդ կնոջը, ինքն ինձ մխիթարում, ասում եմ բան չմնա, տեսա գնալու եմ տղուս տեսնեմ։ Ու գիտեք, մի որոշ ժամանակ հետո իր ամուսին էլ մահացավ։ Ուսս նայում եմ ասում, Տեր Աստված, ախր ինչ ասեմ ես կնոջը, որ անկարծ քեզանից չկայտակղվի, քեզանից չնեղվի, մեր մոտ լինում է, չէ՞, մի հատ մեր ասեղով ծագում են, մենք սկսում ենք, Տեր Աստված, ինչի համար թույլ տվեցիր, բայց ես կնոջ կյանքում լուրջ դեպք է տեղ ունեցել։ Ու գիտես, ես մտածում եմ, որ ասում եմ թորնիկները, ես իմ ներսում մտածում եմ, ոնց է լինելու թորնիկները, ոնց են մեծանալու այդ երեխաները։ Ոյս վերջերս մենք նստած զրուցում ենք իր հետ, ու ինքը ասում է, ես իմ հարցին ասել եմ դու ազատ ես, կարած գնաս, իր հարցն էլ իրան ասել է, որ մամ, ես քեզանից ոչ մտեղ չեմ գնալու։ Ու ես հիշեցի Ռութի գիրքը։ Գիտեք, տարիներ առաջ գրված էր Աստվածաշնչի մեջ, այսօր մեր եկեղեցում նույն բանը կատարվում է։ Որովհետև մեր Տերը կենտանիր է ամեն ժամանակ։ Մեր Տերը ուզում է, որ մենք իր փառքի մեջ գնանք առաջ։ Լույսի մեջ բնակվողը լուսավորվում է սիրելիս։ Ու մեզանից է կախված, ինչքանով մենք թույլ կտանք, որ Տիրոջ լույսը մեր կյանքում լուսավորվի։ Կարելի ասել են կնոպկա կա, որ մենք ինքներս բարձրացնում ենք լույսը, իջացնում ենք։ Ես հիշում եմ տարիներ առաջ մի եղբայր կար։ Ինքը այսօր արդեն երկնքում է։ Ու մենք գալիս ենք եկեղեցի։ Միջև եկեղեցի գալը մենք մտանք բեզակալոնկեն, բենզին լցնենք մեքենան։ Ինքը այդ բեզակալոնկեն մարդ էր ծեծում արդեն։ Ու գիտեք, մենք եկանք եկեղեցի, ինքը արդեն հալելույա գոռում։ Ասեմ, եղբայր, խնդրում եմ այդ կնոպկեն կամ այն կողմ, կամ այս կողմ թող։ Գիտեք, ես կողքից նայում եմ, ասում եմ, մի ժամ առաջ ուզում էր մարդ ծեծեր, բայց հիմա արդեն փառաբան, ասուն ես փառաբանում։ Ու շատ եղի քո սրտին սիրելիս։ Ոնց է քո օրը անցնում։ Խավարը քնած չի, խավարը ամեն ձևով ուզում է գրավի քո լույսը, քո կյանքը։ Ու մենք ինքներս ենք թույլ տալիս, ինչքանով խավարը կգա մեր վրա։ Դավիթը միջև վերջ մնաց լույսի մեջ։ Այն ձևի լույսի մեջ մնաց, որ Աստված ասեց. օրհնելով եմ քեզ, Դավիթ։ Սերունդի սերունդ օրհնելու եմ քեզ։ Ռութը մնաց լույսի մեջ։ Իր քայլով ինքը ստիպեց, որ Աստվածաշնչում գրեն Հիսուսի ծնունդի այն անուն ազգանուն ոմուն ծնեց, այդ դրա մեջ ինքը մասնակից եղավ Ռութը։ Գիտեք, իսկ Ադամը իր լույսի մեջ բնակվելը չքննադեց։ Աստված իրան ասեց. գնա քո քրդնկով վաստակի ամեն ինչ։ Գնա, որովհետև դու չես գնահատում այն ինչ որ ես քեզ տալիս եմ։ Այսօր մեր կյանքում էլ կարա լինի նույն բաները սիրելիս, որ մենք պետք է ամեն օր գնահատենք այս ձեռքերը, որ Տերը մեզ տվել է, ոտքերը։ Գիտեք, հիմա սովորական է դառը մարդիկ, մանավանդ տղերքը, որ շորտիկով քայլում են, ու նայում ես մեր ոտը չկա, պրոթեզա։ Նայում ես ինքը մայկայով գնում է, մեկ ձեռը չկա, պրոթեզա։ Դες նայում ես, ասում եմ, փառք ես Տեր, որ այսօր ես կարող եմ քայլեմ։ Փառք ես Տեր, որ այսօր կարող եմ ձեռքերս բարձրացնեմ դեպի քեզ։ Փառք ես Տեր, որ այսօր կարող եմ խոսամ։ Փառք Տիրոջը։ Այո, այդ ձեռքերը նրա համար, որ Տիրոջը ծապտան։ Փառք Տիրոջը։ Ոնց նայում ես, ասում ես, այնքան բան է մեզ Տերը տվել, բայց մենք դա չենք նկատում։ Մենք նկատում ենք միգուցե կողքի մարդու զգեստը, ասում ենք, այս ինչ սիրուն զգեստ է։
Բայց մոռանում ենք, որ այդ մարդը կարող է միգուցե մի տարի գիշեր ցերեկ տանջվել է։ Ախր ես չեմ ուզում իր նման տանջվեմ։ Ինչի համար տանջվեմ, եթե իմ Տերը ինձ օրհնում է, ինձ առաջնորդում է։ Ասում է քո ճանապարհը նայ։ Քո ճանապարհը այն ճանապարհը, որ ես քո համար պատրաստել եմ։ Որտեւ շատ ժամանակ մենք նայում ենք, ասում ենք ուզում եմ իշխանության մեջ լինեմ, ուզում եմ հարուստ լինեմ, բայց այդ հարուստի համար մեծ լումա է պետք վճարել։ Ես գիտեմ, որ մարդիկ միգուցե ինքը մեծ հարուստ է, բայց իրան ուզում են սպանեին։ Իրա մեքենան գողացան։ Իրա ընտանիքի հետևից ընկել էին։ Ամեն մարդը լումա է վճարում այն ինչ համար, որ ինքը ուզում է։ Այսօր փառք Տիրոջը, որ մենք ամեն ինչ ունենք։ Ամենակարևորը սիրել Աստծո ժողովուրդը։ Մենք ունենք խաղաղություն։ Այն խաղաղությունը, որ այս աշխարհը չի տալիս։ Հալելույա։ Մենք ունենք այն խաղաղությունը, որ Հակոբն էլ չուներ։ Որ ինքը խնդրեց, ասեց Տեր, ինձ խաղաղություն տուր, երբ որ ես վերադառնամ իմ հորտունը։ Տեր, այն ինչ որ ես մտածում եմ, այն ինչ դեպի ես ուզում եմ կառուցել, ես ուզում եմ որ քեզանով անեմ։ Որտեւ Աստծո խոսքը ասում է վաղվա օրվա մարասին մի հոգսարա, վաղվա օրը իմն է, բավական ասում է այսօրվա օրը քո համար։ Այսօր նույն ձևի մեր կյանքում, գիտեք, մենք կարանք տարիներով ծրագրավորենք ամեն ինչ, պլանավորենք, բայց դա մենք ենք պլանավորում։ Մենք թույլ չենք տալիս, որ Տերը պլանավորի մեր կյանքը։ Տերը գծի մեր կյանքը։ Նույն ձևի Հակոբը թույլ չէր տալիս։ Ինքը մտածում էր, ինքը լսել էր, որ անդրանիկության մեջ իշխանություն կա։ Ինքը մտածել էր, որ օրհնության մեջ զորություն կա միգուցե։ Ինքը մտածել էր, որ ես այսպեսի կարամ անեմ ամեն ինչ։ Վերցնեմ, գողանամ, տանեմ եւ իմ ձևով օգտագործեմ։ Չէ, սիրելիս, Տիրոջն է դա։ Նույն ձևի Ադամը մտածում էր, որ ես ատխուր քայլեմ Աստծո առաջ, Տերը կտեսնի, որ ես մենակ եմ եւ կտա իմ կարիքը։ Նման է, չէ՞ մեզ։ Ես հիշում եմ, որ ես նոր եկեղեցի ու քայլում էի։ Իմ հորինած ֆանտազիան էր իմ առաջ։ Ես էս պետք է ունենամ, ես էս պետք է ունենամ, ես էս պետք է ունենամ։ Ու ամեն շաբաթ գալիս է կարիքների մեջ գրում էի։ Ու գիտեք, անցնում էր ժամանակ չի լինի, չէր ստացվում ոչ մի բան։ Ու ես իմ ներսում նեղում ասում Տեր Աստված, բայց ինչի համար։ Ես եկել եմ քո տուն, գրել եմ կարիքները։ Բայց արդյոք ես Տիրոջ կամքը հարցնում էի։ Ոչ։ Ես իմ կամքն եմ հարցնում։ Ես ուզում եմ, որ ես եւի լինի։ Բայց եկավ ժամանակ, որ ես հասկացա, որ ավելի լավ է ես Տիրոջ կամքով շարժվեմ։ Տիրոջ ձեռքերի մեջ լինեմ, ու թող Տերը իմ կյանքում փառավորվի։ Այսօր մենք ամեն օր երբ որ մենք ենք հեռախոսը, մեր կյանքը լսվում է անխաղաղությունով, տագնապով, բայց հիշի մի բան, որ դու ամենակարող Տիրոջն ես պատկանում։ Հիշի Սաղմոս 91-ը, որ ասում է քո հետ ոչ մի բան չի լինելու։ Քո կողքը 1000-ը կընկնեն, 10,000-ը, բայց ասում է դու իմն ես։ Ու ինչ շատ կարևոր է, որ մենք բնակվենք իր տան մեջ։ Իր բարձրալի ծածկի տակ բնակվենք։ Բնակվենք, գիտեք, այն ձևի, որ իրան վստահելով բնակվենք, ոչ թե ամեն ժամանակ ֆորտուշկեն բացենք, նայենք, ասենք, ինչ կատարավ Տեր, ախր ես չեմ կարող դիմանամ, հետո հետ փակենք, չէ։ Մենք պետք է մի բան հասկանանք, որ Տերը այսօր եկել է մեր կյանքում հրաշքանելու։ Ու մենք ինքներս կարանք թույլ տանք, որ Տերը գա իր լույսով փոխի մեր կյանքը։ Տերը գա իր լույսով նորոգի մեր կյանքը։ Տերը գա իր լույսով հրաշքանի մեր կյանքում։ Մեզ նոր մարդ չինի։ Եսայի 63 գլխում գիտեք ինչ է գրված։
վեր կաց լուսավորվի, որովհետև լույս է եկել է եւ Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա։ Ամեն։ Սիրելի Աստծո ժողովուրդ, լուսավորվի, Տիրոջ փառքը ծագել է քո վրա։ Տերը քեզ ընտրել է, Տերը քեզ այսօր ընտրել է, որ դու իր լույսի մեջ բնակվես, որտեղ իր փառքը քո վրա է, որտեղ իր զորությունը քո վրա է։ Մենք մի հատ հրաշալի փառաբանության երգ ունենք, ասում է ամեն բան քեզանից է, քեզանով եւ դեպի քեզ։ Գիտեք, այդ երեք բառի մեջ խորը իմաստ կա։ Ամեն բան Տիրոջից է, Տիրոջով է եւ դեպի Տերն է։ Ու մենք մի բան պետք է մեր դեմը դնենք։ Ես ժամանակ չունեմ խավարի մեջ լինելը։ Իմ ժամանակն է, որ ես լուսավորվեմ։ Իմ ժամանակն է, որ ես իմ բարի գործերով Տիրոջը փառավորեմ։ Իմ ժամանակն է, որ ես լինեմ են կաբելը, որ մեծ քաղաքներ լուսավորեմ, սիրելիս։ Չլինեմ են մեկը, որ գիշերներ չկարանամ վախից քնեմ, այ Տիրոջ լույսը ինձ վրա լինի։ Ուր էլ որ գնամ, Տիրոջ փառքը ծագի ինձ վրա։ Ամեն։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ոտքի կանգնենք, աղոթենք մեր Տիրոջը։ Հալելույա, հալելույա, երբնային Տեր զորավոր Աստված, Տեր քո ձեռքերի մեջ ենք հանձնում Սուրբ Աստված, մեր ամեն մեկիս կյանքը, ու խնդրում ենք Տեր, որ քո լույսը ծագի, քո փառքը թող Տեր ամեն մեկիս վրա լինի Սուրբ Արարիչ, որ մենք նորոգվենք քեզանով, ու թող մեր կյանքից հեռանա ամեն մի խավարի գործերը Տեր, Տեր խնդրում եմ, որ քո ձեռքը իջացնես ամեն մեկիս վրա, որ մենք քեզ նոր ձևից ճանաչենք Տեր, ու բնակվենք քո տան մեջ Տեր, քո ծածկոցի տակ Սուրբ Արարիչ։ Խնդրում ենք, որ քո փառքով, քո զորությունով առաջնորդես եւ նորոգես մեզ քո ձեռքերի մեջ Տեր, Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք։ Ամենակարող Տերը ունենք, սիրելիս։ Ամենակարող, պատկերացնում եք։ Ամենակարողն է ինքը։ Լուսին ու արևը իրան են փառաբանում։ Ծովը իրան է փառաբանում։ Կանաչը իրան է փառաբանում։ Այն կանաչն ամեն անգամ, գիտեք, ձմեռ անցնում է, ինքը կարա չծլի։ Բայց իր գործը, որ Տիրոջը փառաբանի, փառավորի Տիրոջը, ինքը պետքա ծաղկի։ Ամեն, ամեն։ Այսօր մի կարևոր հարց եմ ուզում տամ։ Կա մարդ, որ առաջին անգամ այսպեսի եկեղեցի առաջին անգամ, խնդրում եմ ձեռքդ պարզի առաջին անգամ ես։ Փառք Տիրոջը։ Փառք ամենակարող Տիրոջը։ Թող քո տեղը արի առաջ, այսօր քո օրն է, որ դու բնակվես լույսի մեջ, սիրելիս։ Մենք քեզ սպասում ենք, արի առաջ, Տերը օգնի քեզ։ Փառք Տիրոջը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Փառք ամենակարող Տիրոջը։ Գիտեք, ասում եմ, հավատաս քո սրտով, դավանես քո շուրթով դու կփրկվես։ Եվ քո անունը գրվել է կյանքի գրքի մեջ։ Դա նշանակում է, որ դու բնակվել ես բարձրալի ծածկոցի տակ։
ու քո անունը գրվել է լույսի մեջ, Տիրոջ առկայության մեջ։ Աղոթենք սիրելի Աստծո ժողովուրդ։ Սիրելի եկեղեցի, միաբանվի մեր հետ։ Ես բարձր մի քիչ կաղոթեմ, միասին դուք էլ կմիաբանվեք, հա։ Սիրելի Հայր, ես գալիս եմ քո առաջ, քո որդու Հիսուսի անունով։ Սիրելի Հիսուս, ես ներողություն եմ խնդրում իմ արած բոլոր մեղքերի համար եւ հրաժարում դրանցից։ Ես հավատում եմ, որ դու խաչվեցիր եւ երրորդ օրը հարություն արար ինձ մեղքերից ազատելուց։ Այսօրվանից դու ես իմ Տերը եւ իմ Աստվածը, հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն, ամեն, Տիրոջը։ Սիրելի Աստծո ժողովուրդ, թույլ կտաք ձեր համար աղոթել։ Սիրելի եկեղեցի, պարզի ձեռքդ, օրհնենք մեր քույր եղբայրներին։ Երկնային Տեր, զորավոր Աստված, Տեր, մենք քո ձեռքերի մեջ ենք հանձնում ու խնդրում ենք Սուրբ Արքա, որ քո զորությունը իջացնես իրանց վրա ու խնդրում եմ Տեր, որ դու նորոգես, Տեր, նոր մարդ շինես, Տեր, Հիսուսի զորավոր անունով, թող իրանց կյանքում քանդվեն ամեն մի չարի ծրագիր, ամեն մի խավարը թող իրանց կյանքից հեռանա, Տեր, Հիսուսի զորավոր անունով, Տեր, խնդրում եմ, որ քո առաջնորդությունը գա իրանց կյանքում, Տեր, ու դու փառավորվես իրանց կյանքում, Հիսուսի զորավոր անունով, Տեր, խնդրում եմ, որ քո կրակը, քո լույսը թագավորի իրանց կյանքում, Տեր։ Մենք օրհնում ենք քո անունով, ասում ենք շնորհակալ ենք Հիսուսի անունով։ Ամեն, ամեն։ Իմ կողմից աշկոմ կայնած են մարդիկ, իրանց հետ բարձացեք վերև, կծանոթանաք և կշփվեք, կարող եք գնալ, Տեր օրհնի ձեզ։ Պարզի ձեռքդ, սիրելի Աստծո ժողովուրդ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ամեն մեկիդ հետ լինի, գնացեք խաղաղությունով, ամեն։